Մեկնարկում է երիտասարդ քաղաքագետների ակումբի արտաքին քաղաքականության առցանց ակադեմիայի բուն բանախոսությունների ընթացքը եւ մեր առաջին բանախոսն է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Լիլի Մինասյանը, ում հետ խոսելու ենք հիմնականում մեդիագրագիտությունից, բայց հաշվի առնելով, որ Տիկին Մինասյանը ազգային ժողովի պատգամավոր է, բնականաբար խոսելու ենք քաղաքականությունից, հատկապես արտաքին քաղաքականությունից եւ արտաքին քաղաքական հարցերի ներքաղաքական շոշափումներից։ Տիկին Մինասյան, եւս մեկ անգամ շնորհակալ եմ բանախոսության հրավերը չմերժելու, հանդիպման հրավերը չմերժելու համար, սիրով խոսքը փոխանցում եմ ձեզ։ Շնորհակալ եմ հրավերի համար, չգիտեի, որ առաջի բանախոսն եմ, շատ պարտավորեցնել ինձ համար առաջի բանախոսը լինել այս ֆորմատում, ցանկալի կլինի նաև ձեր այդ հանդիպումը, եթե իհարկե կուզենաք այցելել ազգային ժողով կամ այլ ցանկացած վայր։ Իրականում պետք է երևի խոսքը սկսեմ իմ աշխատանքային ուղղվածությունից, որպեսզի պատկերացում կազմեք ինչ աստիճանի առնչություն ունեմ թե արտաքին քաղաքականության, թե մեդիայի եւ տեղեկատվության հետ, երևի թե ինձ համար առաջի մոտիվացիան անկեղմվելու արտաքին քաղաքական ուղղվածության եւ արտաքին քաղաքականության գործիքակազմի մեջ եղել է հենց մեդիայի հետ շատ սերտ առնչությունը, որովհետեւ դեռևս 18 թվականից ի վեր ես հիմնականում մեր ներհայաստանյան տեղեկատվական դաշտի ուսումնասիրությունների եւ մեդիա մոնիթորինգի եւ այդ ամբողջ կառուցակարգի անդամ էի թե կառավարության, թե նաև կուսակցության շրջանակներում ընտրությունների ժամանակ։ Դրանից հետո հիմնական աշխատանքային ուղղությունս եղել է տեղեկատվական դաշտը, ու տեղեկատվական դաշտը ոչ միայն մեդիա ոլորտում, այլ նաև ինձ ընդհանրապես որ սկսվում է մեդիագրագիտության դասընթաց տալ, հիմնական հարցը ինչ է ձեր համար տեղեկատվությունը, մարդիկ խոսում են առցանց հարցակներում կամ այն տեղեկատվությունը, որը մեդիայում է տարածվում, բայց իմ համար տեղեկատվությունը ցանկացած բան է, որ լսում ես, տեսնում ես եւ զգում ես։ Այսինքն այն ամեն ինչ, ինչ գոյություն ունի ինֆորմացիոն մեր շուրջը, դա իմ համար ինֆորմացիոն դաշտ է, եւ այդ ամենը ուսումնասիրելու ժամանակ նաև իհարկե պատերազմից հետո շատ սերտ առնչություն ունեցա, հասկացա, որ մեր տեղեկատվական դաշտի ու այդ տեղեկատվական դաշտ հենց այդ լայն իմաստով տեղեկատվական դաշտի շատ մեծ ազդեցություն կա արտաքին քաղաքական ուղղվածության տեսանկյունից ու արտաքին դերակատարների կողմից։ Այդ պատճառով ավելի շատ հենց այդ ուղղությամբ գնացի արտաքին քաղաքականություն։ Ես երևի թե կուզեմ լսել ձեր հարցերը ավելի շատ ժամանակ տրամադրեմ ձեզ, որպեսզի հասկանամ, որ թիրախներին անդրադառնամ, ինչին պատասխանեմ, որտեղ եթե սկսեմ խոսել, հավատացեք, մի քանի ժամ կխոսեմ։ Այդ մեր գործի վատագույն հատկությունն է շատ խոսելը։ Շատ լավ, Տիկին Մինասյան, խնդրեմ նրանք, ովքեր հարցեր ունեն, բարձրացնեն իրենց ձեռքերը, մինչ այդ ես կհնչեցնեմ առաջին հարցը։ Այս շուտով տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները, մոտ 8 ամիս է մնացել ընտրություններին, դրանից էլ քիչ։ Գիտենք, որ այս ընտրություններին ուղղակի հնարավոր չէ արտաքին դերակատարներից խուսափելը, իրենց ազդեցությունից խուսափելը, այլ ըստ ձեզ ինչպիսի հիմնական թեզեր են փորձելու արտաքին քաղաքական տարբեր դերակատարներ տարածել մինչև ընտրությունները ու հատկապես այս առումով երիտասարդների մասով, որովհետև ինձ թվում է այս առումով ամենախոցելին հենց երիտասարդներն են, որովհետև շատ բան իրենք չեն տեսել, շատ բան իրենց համար նոր է ու խնդրեմ անդրադառնաք հարցին հենց երիտասարդների ուղղվածությամբ։ Շնորհակալ եմ, Արփիջան, դուք խոսում եք ուղիղ երևի 20 րոպե առաջ իմ ելույթի մասին, ժամանից հենց այդ ելույթն եմ ունեցել, դրա մասին, թե ինչ տեխնոլոգիաներ է կիրառվելու հայ հասարակությանը երևի շատ մեղմ ձևակերպում տամ, բայց անցյալ մղելու համար, իսկ ավելի լայն գլոբալ առումով ինքնիշխանությունը հանձնելու համար, շատ դեպքերում դա լինելու է չգիտակցված ընտրություն, շատ մարդկանց կողմից, ովքեր այդ ընտրությունը կատարել են, որովհետև հենց այդ հարձակումները լինելու են ապակենտրոնացված, հիբրիդային հարձակումների մասին եմ խոսում, եւ այդ հարձակումները լինելու են հիմնականում ուղղված երիտասարդներին այն առումով, որ երիտասարդները ես երկու ուղղություն կառանձնացնեմ երիտասարդների վրա ազդեցության գծով։ Առաջինը հիմա կարող է ձեր համար շոկ լինի իմ ասածը, բայց որ տարիներ անցնեն, հավաստիացնում եմ ձեզ, այս խոսքս կհիշեք,
Ես ինքս իմ փորձառությունից եմ ասում, էլի, նենց չի որ նոր երիտասարդների մասին եմ խոսում։ Մենք երբ նոր ենք ավարտում դպրոցը, ընդունվում համալսարան, մեր համար մեր պատմագրությունը լրիվ այլ մտածողություն է թողում մեր ուղեղի մեջ։ Մենք բոլորս կարդում ենք դպրոցական պատմություն եւ ես տեսնում եմ մասնակից կա Սարոն Զարգարյան, որի հետ երեք ոնց որ նույն թեմայով խոսել եմ, որի մեջ ավելի շատ տպավորություն է մեր մոտ, մեր ողբերգությունների, մեր ցավի, մեր թշնամու նկատմամբ վերաբերմունքի, անարդարության, որ ընդմիշտ հայերի հանդեպ անարդար է վարվել ամբողջ աշխարհը, իսկ հայերը մաքարել են եւ տենց պատմությունը անընդհատ անարդար է վարվել, բայց չկա քննադատական մտածողություն մեր պատմագրության մեջ, չկա ինքնահայեցման մտածողություն եւ ամենակարևորը այդ այն գրականությունը, որը քեզ ստիպում է մի հատ տենց շոկ ապրել ու հասկանալ, որ այն ինչ դու սովորել ես, այդքան էլ իրականությանը չի անպատասխանում, կամ գոնե ինքդ քո մեջ հասկանաս ինչի է 100 տարի առաջվա պատմությունը, կարդում ես բառ առ բառ այսօրվա իրականությունն է, այդ հարցերը, որ սկսում են քո մեջ ծագել, դու սկսում ես կարդալ այլ գրողների, այլ գեղարվեստական ստեղծագործություններ, որոնք Հայաստանի Հանրապետության տեսանկյունից չեն ներկայացրել իրականությունը, եւ փորձում ես այդ հարցերի մեջ գտնել մի քիչ ավելի իրականությանը մոտ պատասխաններ, կամ են, որ անընդհատ ասում են ինչի պատմությունից դասեր չենք սովորել, այդ դասերը փորձում ես ինքնուրույն խաղալ։ Հիմա երիտասարդների մոտ այն փուլն է, որ մի քիչ ավելի շատ է, ասում են երիտասարդական մաքսիմալիզմ, այտենց արտահայտություն կա։ Ասում են մի քիչ ավելի շատ է այդ ռազմահայրենասիրական գաղափարախոսությունը տարածված։ Ես չգիտեմ այս շրջանակում, որ խոսում եմ ձեր հետ, ինչքան է այդ տարածումը, բայց համենայն դեպս իմ փորձառությունն եմ ասում, ես երբ ավարտեցի 10-րդ դասարանս, ես ոչնչով չէի տարբերվում ազգային ժողովում իմ կողքը նստած Դաշնակցություն կուսակցությունից, ոչնչով, բացարձակապես ոչնչով։ Եվ հենց այդ էմոցիաների վրա խաղալը շատ հեշտ է երիտասարդների առումով, որ ձեզնից վերցնում են ձեր ինքնությունը, ձեզնից խլում են ձեր ազգային արժեքները, այդ անընդհատ կրկնվող այդ մետադիչկան, ու հատուկ եմ շեշտում մետադիչկա բառը, շատ հեշտ է տրվում երիտասարդ սերունդին։ Երկրորդ կողմը, որ կուզեմ անդրադառնալ, հենց այն է, որ երիտասարդները չեն տեսել Հայաստանը կամ տեսել են շատ վաղ տարիքում, այսինքն 10-12 տարեկան կարող է եղած լինել կամ ավելի փոքր այդ շրջանում, չեն եղել Հայաստանը նախահեղափոխական շրջանում, այսինքն այն տոտալիտար կարգերը, այն խոսքի ազատության սահմանափակումները, այն դրվագները, որ հենց երիտասարդների վրա են շատ ազդել, ու ինչի եմ օրինակ ես հիմա ստեղ, որտեվ իմ վրա ազդել է այդ համակարգը ու ես փորձել եմ դրա դեմ պայքարել։ Այդ ամեն ինչ, որ չեն հիշում եւ չեն տեսել, իրանք մի քիչ ավելի քննադատական կարող են վերաբերվել հիմիկվա իրականությանը, բայց հաշվի չառնել, ու շատ ուրախ եմ, որ քննադատական կարող վերաբերվեն, բայց հաշվի չառնել, թե ով է այդ անցյալ տանող ուժերը, ինչ աստիճանի դաժան կարող են լինել իրականության մեջ, էլի։ Օրինակ, չգիտեմ, ձեր օրինակից մի դրվագ բերեմ։ Ես 2008 թվականի մարտի 1-ին երկրորդ կուրս էի։ Եվ առավոտյան տենց մեր կուրսից շատ մարդիկ կային, մեր կուրսը շատ քաղաքականացված էր, որովհետև 90% առանց չափազանցնելու բոլոր ղեկավարների, ինչ-որ նախարարների, ինչ-որ պաշտոնյաների կամ մեծահարուստների երեխեքն էին։ Ու ինչ-որ մի հատված կար, որը որ էլի իրանց հայրերի կամ ընտանիքների պատճառով մասնակցում էին ցույցերին, եւ իմ դեկանը ինձ մոտեցավ, որտեվ ես հոսքի ավագն էի ու սպորտի նախագահ, ինձ դեկանը մոտեցավ, ասաց անուն ազգանունները կգրես ով է գնացել ցույցի եւ բոլորին հեռացնում ենք համալսարանից։ Բնականաբար ես իմ անուն ազգանունը գրեցի, տվեցի ու փակեցի այդ թեման, որ եթե հեռացնում ես, առաջինը ինձ պետք է հեռացնես, բայց ես կարծում եմ, որ հիմա առնվազն եթե տենց բան լիներ, ամբողջ դաշտը կցնցեր, էլի, որ ինչ որ երիտասարդի կամ մի հոգու չէ, էլի, մի տենց ամբողջ կուրսի կարան սպառնան համալսարանից հեռացումով քաղաքական հայացքների համար։ Ու մենակ դա չի եղել, մշտապես մեր շրջանում, մեր տարիքային փուլում եղել է օրինակ այն հավատը ապագայի նկատմամբ կոտրելու զգացողություն, որ եթե դու ինչ-որ
մեջք չունես, եթե դու ինչ-որ գողական կապեր չունես, քրեական կապեր չունես, չգիտեմ, բարձրաստիճան պաշտոնյաներուն բարեկամություն չունես, դու ոչ մի բանի չես կարող հասնես այս երկրում։ Դրանց որտեղ ամեն ինչ որոշված է, բոլորը բոլորին գիտեն, այդ կլանային սիստեմները իրար հետ աշխատելու են, դու եթե փորձես անգամ մի քիչ շատ ավելի մեծ մասշտաբային բան վերցնես քո վրա, ժամանակի ընթացքում կգան կվերցնեն քո, կխլեն քո ձեռքից այդ ամեն ինչը։ Եվ այդ ամենը հիմա զգացողության մակարդակի անգամ դժվար է փոխանցել հիմիկվա երիտասարդներին, որտեղ երևի թե ազատությունը ամենակարևոր բանը, որ այս ընթացքում տեղի ունեցել Հայաստանի հետ, դա ազատությունն է, որ տրվել է մարդկանց, չնայած ունի իր ռիսկերն ու խնդիրները, բայց այդ ազատությունը ունեն երիտասարդները։ Ես մի քիչ շատ երկար էլի անդրադարձա ձեր հարցի պատասխանին, բայց ես կարծում եմ այդ երկու ուղղությունը իմ համար շատ կարևոր է, որպեսզի երիտասարդները քննադատական մոտեցում ունենան ամեն ինչի նկատմամբ, ինչ լսում են, ինչ տեսնում են եւ փորձեն փաստահեն աղբյուրներ գտնել։ Շատ լավ, շնորհակալություն շատ Տիկին Մինասյան։ Սվետա Աղաբաբյան, լսում ենք ձեր հարցը։ Բարև ձեզ, Տիկին Մինասյան, իմ հարցերը երկուսն են։ Առաջինը նախաստորագրված փաստաթղթի ժամանակ գերիների հարցերը քննարկվում են, կա հավանականություն, որ բուն ստորագրումից հետո մեր գերիները հետ կգան կամ հիմա ինչ գործերա պլանավորվում։ Լավ հարց էր, բայց որպեսզի մի քիչ ամբողջական պատասխանեմ, չեմ ուզենա լայվով պատասխանել շատ հարցերի ու ասեմ ինչի։ Նախաստորագրված պայմանագրի մեջ գիտեք, որ չկա գերիների կամ հումանիտար հարցերի վերաբերյալ որևէ կետ, բայց պայմանագրի բուն տեքստում կա հետագայում դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո անդրադառնալու ենք բոլոր հումանիտար հարցերին, նաև անհետ կորածների հարցերին եւ այլն եւ այլն։ Բայց մեր քաղաքականության մեջ իշխանությունը այստեղ շատ անբարենպաստ դիրքում է գտնվում, որտեղ այդ այն հարցերն են, որոնք երբևիցե պետք չի շատ բարձրաձայնել մեր կողմից։ Իսկ ընդդիմությունը գտել է այդ թիրախը, որ իշխանությունը չի կարող անդադաս ինքը ինչ արել, ու անդադ խփում է այդ թիրախին, դու գերների մասին չեք խոսում, գերների մասին չեք խոսում։ Մենք չկա հանդիպում, չկա տենց միջազգային հանդիպում, այց ելույթ տեղ, որտեղ մենք կարանք խոսանք դրա մասին, ու մենք չենք խոսում։ Չկա տենց գոյություն չունի, ու չգիտեմ, եթե այդ տեսանյութն էլ անգամ տեսած լինեք, որ տարածում են Նիկոլ Փաշինյանի եւ Թրամփի խոսակցությունը, Թրամփը բառացի մեջ բերում է, որ դուք ինձ ասեցիք, որ գերիների հարց կա, այսինքն Նիկոլ Փաշինյանը նախկինում ասել է իր դրա մասին եւ այդ հարցը քննարկվել է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հետ։ Մենք ինչի չենք ուզում շատ բարձրաձայնենք սրա մասին եւ ես այս հարցը երկու տեսանկյունից էլի կբաժանեմ, առաջինը, որտեղ մեր կարծիքով մարդկանց հույզերի վրա խաղալը դա անբարոյականություն է ու գիտենք, որ դա ամբողջ հայ հասարակության համար շատ նրբազգաց հարց է եւ անընդհատ դրա մասին քաղաքական կապիտալ հավաքելը, մենք անգամ այս փուլերում ինչքան գերի հետ ենք բերել, այդ էլ չենք ասել ինչի գնով, ինչ աշխատանքի շնորհիվ է դա տեղի ունեցել, ու մենք դրա մասին աշխատում ենք չխոսալ, որտեղ դա մարդկային կյանքերի մասին է։ Եվ երկրորդ ամենակարևոր ինձ համար հարցը միջազգային հարաբերությունների մեջ, երբ որ դու մի բանի մասին քո թե հասարակության կարծիքն է ձևավորվում եւ պահանջած իրական դառնում ավելի շատ հնչեղ դառնում, թե նաեւ պետական քաղաքականության մեջ ինչ որ հնչեղ հարցեր ես ունենում, դա դառնում է խաղաքարտ դիմացինի համար։ Եվ դիմացինը անդադ փորձում է քեզնից ինչ որ բան կորզի դրա դիմաց։ Նա մենք փորձում ենք այդ խաղաքարտը վերցնենք մեր ոչ բարենպաստ հարևանների ձեռքից եւ ասել դա մեր համար խաղաքարտ չի, դա հումանիտար հարց է, միջազգային իրավունք է, մարդու իրավունք է, որը պետք է անքննելիորեն լուծվի։ Մենք չենք ուզում դա դարձնել բանակցությունների առարկա, որ գիտեք, մենք ես կտանք, դուք ես կտաք, մենք ես կտանք։ Դա նորմալ չի, մենք մարդկային կյանքերի մասին ենք խոսում, ու մարդկային կյանքերի առևտուր չի կարելի անել։ Ես այս հարցով կսահմանափակեմ ձեր հարցի պատասխանը, բայց եթե մանրակրկիտ կուզենաք տեղեկանաք, ես կարող եմ բոլորիդ համար ինչ որ տեղեկանք պատրաստել, թե մենք ընդհանրապես թե պարլամենտական գործընկերներս, թե արտաքին գործերի նախարարությունը, թե կառավարությունը ինչ գործիքակազմ եւ ինչ քայլեր է իրականացնում մեր գերիների հետ վերադարձի համար։ Հաջորդ հարցը։ Շնորհակալ։ Ժամանակին
Պարոն Միրզոյանը ասում էր, որ եթե սեղանին դրված լինի խաղաղության պայմանագիրը եւ Մինիսկի խմբից դուրս գալու պայմանագիրը, ապա երկուսը միասին կստորագրեր։ Հիմա մենք դուրս եկանք խմբից, նվեր արեցինք ու արդյունքում ինչ ստացանք։ Լավ հարց եք տալիս, երևի թե մի պարոն Միրզոյանը նման կարծիք չի հայտնել, այլ մեր քաղաքականությունն է տենց եղել, երբ որ պայմանագրի դեռևս ոչ բոլոր կետերներ համաձայնեցված։ Ունդեղ ոչ միայն ԵԱԿՄՍԿ-ի խմբի լուծարման մասին էր խոսքը գնում, այլ նաև սահմանին կանգնած երրորդ ուժերի դուրսբերումը։ Մենք բազմաթիվ փոխգործելիության հարթակներ ունեցանք իրար հետ, որպեսզի հասկանանք այս պայմանագիրը գնում է, հետ է գալիս մեր առաջարկներով, գնում է, հետ է գալիս մեր առաջարկներով, գնում է, հետ է գալիս մեր առաջարկներով եւ փորձեցինք գնահատել իրավիճակը, դրա դիմաց դնել այն ռիսկը, որ եթե մենք չենք հետ քաշվում որոշակի հարցերից, ինչ ռիսկ կարող է լինել եւ ինչ գին կարող է ունենալ, եթե մենք հետ քաշվենք այդ հարցերից։ Մենք երկու պայմաններ պայմանագրից հանեցինք, մեր պայմանը այն էր, որ պայմանագիրը կստորագրվի ԵԱԿՄՍԿ-ի խումբը կլուծարվի միաժամանակ, մենք ասենք լավ, ԵԱԿՄՍԿ-ի խումբը կարող ենք լուծարել նախաստորագրումից հետո։ Մենք ունեցանք նախաստորագրված պայմանագիր։ Դա ինչ է նշանակում։ Նախաստորագրումը նշանակում է, որ պայմանագրի այդ 17 կետը ոչ կարա ավելանա, ոչ կարա պակասի։ Իսկ մեր համար շատ կարևոր դրույթները այդ պայմանագրում, մեր պետական շահին նպաստող դրույթները արդեն իսկ կան։ ԵԱԿՄՍԿ-ի խումբի լուծարումը, քանի որ մեր համար մենք չենք ասում, մենք չենք լուծարելու Մինսկի խումբը, մենք ասում ենք մենք լուծարելու ենք այն պահին, երբ որ պայմանագիրը կստորագրվի։ Հիմա նախաստորագրված պայմանագիր ունենք, որը ավելի մեծ արժեք, քան ԱՄՆ նախագահի ներկայությամբ կամ վկայությամբ ստորագրությունը չի կարող ունենալ։ Այսինքն մեր համար երկու կողմից էլ դրական բան կար, մեկը որ մենք չենք կորցնում ոչ մի բան, որտեղ մեր քաղաքականություններ այն, որ մենք այո լուծարելու ենք, եթե կոնֆլիկտ չկա, ինչի ԵԱԿՄՍԿ-ի խումբը պետք է մնա, եւ երկրորդը մենք ունեցանք նախաստորագրված պայմանագիր, որի կետերի շուրջ այլևս ոչ մի տարընթերցումներ, ոչ մի մանիպուլյացիաներ, ավելացումներ, պակասացումներ չեն կարող։ Երևի թե ընդհանուր սենս շրջանակով բացատրեցի։ Բայց այդ դեպքում հարևան երկիրը ինչ սիճումների գնաց, այսինքն մենք դուրս եկանք, դրա դիմաց ինչ արեց։ Նախաստորագրեցինք պայմանագիր։ Մինչև այդ չենք մտածում, որ կարող ենք նախաստորագրել պայմանագիր։ Եվ մի կարևոր մտածողության խնդիր ունենք մենք, ինձ թվում է։ Այդ թեզը շատ են շահարկում, ինչ ստացավ Ադրբեջանը, ինչ տվեց Ադրբեջանը, ինչ տվեց Ադրբեջանը, օրինակ, սահմանազատման գործում ինչ տվեց Ադրբեջանը, մենք տվեցինք հատվածներ, որոնք մեր վերահսկողության տակ էինք, ինչ տվեց Ադրբեջանը։ Ընկերներ, որ հակառակ տեսանկյունից նայեք, կտեսնեք ինչ է տվել, ասենք ինչ կարար չտար Ադրբեջանը, կարար չաներ ընդհանրապես ոչ մի բան Ադրբեջանը։ Եկեք անկեղծ խոսանք, նենց չի, որ այս տարիների ընթացքում հաշվի առնելով աշխարհի բոլոր հակամարտությունները, թե աշխարհը ինչքան է գլուխը խառը, սենց կոպիտ ասեն, թե ինչ ներդրում ուներ Հայաստան-Ադրբեջան կարգավորումների վրա, հասկացանք, որ աշխարհը կներեք այդքան էլ հետաքրքրված չի մեր կոնֆլիկտի կարգավորմամբ։ Ու եթե նայում ես, եկեք պարզ անկեղծ խոսանք, հաղթած կողմի դիրքից։ Ինչի պիտի ինքը օրինակ նախաստորագրեր պայմանագիր, ինչի պիտի գնար սահմանազատման, ինչ էր իրան տալուց դա։ Ոչ մի բան, ինքը կարող դա չաներ ու հակառակը շարունակեր այդ ռետորական անընդհատ ագրեսիվ խոսակցությունը իր հասարակությունը սնելու եւ իր իշխանության շուրջը կոնսոլիդացնելու համար։ Իսկ մեր կողմից ինչ ստացանք։ Ստացանք սահման։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, անկախ հանրապետության պատմության մեջ ստացանք հստակ գծված Հայաստանի Հանրապետության սահմանի հատված, կանոնակարգ, որով այդ սահմանը շարունակվելու է գծվել։ Դրանից հետո նախաստորագրված պայմանագիր, որի մեջ շատ կարևոր կետեր կան՝ ուժի սպառնալիքի չկիրառում, ուժի չկիրառում, տարածքային ամբողջականության ճանաչում, իրար հանդեպ պահանջներ չունենալ, ներքին օրենսդրությանը չհղվել այդ պահանջները չկատարելու համար, ապաշրջափակման հռչակագիր ունեցանք, այսինքն մեր տեսանկյունից որն մենք ցանկանում որ ունենանք, մենք պետք է այդ տեսանկյունից նայենք ու հասկանանք ինչ գործիքներ ունենք դրա համար իրականացվող։
Մենք մշտապես այդ բանակցությունների փուլն էլ է տենց եղել։ Մեզ դրել ենք հավասարը հավասարի ու ասել ենք մենք էս կտանք, ինքը էս կտա, մենք էս կտանք, այդ տենց չի միջազգային հարաբերություններ տեղի ունենում ու կանոնակարգումը հարաբերությունների հավաստիացնում եմ ձեզ, որ այդքան էլ տենց չի։ Ինչի ենք տենց մտածել ժամանակին, որտեղ մտածել ենք, որ մենակ մենք չենք, էլի, այնտեղ հա Ադրբեջանի մեջքին Թուրքիա կա, բայց մեր մեջքին էլ հո կա։ Երբ որ գիտակցում ես, որ չկա, որ պետք է փորձես մի քիչ ճկուն քաղաքականություն վարել, համենայն դեպս, եթե այս ամեն ինչին ասում եք ինչ տվեց, մի հատ հարցի պատասխան պրոստ ուղղակի ձեզ տվեք։ Որն է վնաս այս ամեն ինչի մեջ Հայաստանի Հանրապետության պետական շահին։ Ինչն է վնաս։ 17 կետից մի կետ ասեք, հռչակած ապաշրջափակման փաստաթղթից մի կետ ասեք, սահմանազատման սահմանագծման գործընթացից մի կետ ասեք, որն է վնաս Հայաստանի Հանրապետության։ Եվ ոչ թե օգուտ։ Այսինքն դիտանկյունը պետք է փոխես հարցի։ Հաջորդ հարցը։ Շնորհակալություն։ Իվերկե, Կատյա Հակոբյան, լսում եմ ձեր հարցը։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ հնարավորության համար։ Ես այսօր դիտում էի ԱԺ-ինստու ու տեսա, որ նաև կիբերավտանգության մասին հարցեր քննարկվեցին, հիբրիդային պատերազմները ու հատկապես վերջին շրջանում շատ ակտիվ են հիբրիդային պատերազմի ալիքները։ Մեր ճակերտավոր ռազմավարական գործընկերներից եւ ոչ միայն, բայց քանի որ մեր պետության հիմնարար արժեքներից մեկը ժողովրդավարությունն է եւ մենք ժողովրդավար պետություն ենք, իմ հարցն այսպիսին է. արդյոք ժողովրդավարությունը երկրի ներսում եւ արտաքին քաղաքականությունում նույն դրսևորումներ ունի, երբ օրինակ այլ է պայքարել հիբրիդային պատերազմների դեմ ողջ պետությունում եւ այլ է օրինակ դիցուք Գյումրի քաղաքապետի օրինակով, երբ ներքին պատերազմները, հիբրիդային պատերազմները ինքն է հրահրում, այս դեպքում ճիշտ է արդյոք պետության ներսում ժողովրդավարության պայքարել, որովհետև շատ երկար է այդ գործընթացը, մինչև երիտասարդները այդ ամեն ինչի մասը կդառնան կամ կհասկանան, որ տվյալ ընտրությունը սխալ էր ու որը նպաստում է նաև արտաքին քաղաքականության մեջ ձախողումներին հատկապես։ Շատ լավ հարց եք տալիս։ Ես փորձեմ այս ընթացքում ես գրառումներ անեմ ձեզ ինչ տեղեկատվություն կամ ինչ նյութեր ուղարկեմ ձեր հետաքրքրության համար։ Վերջերս մի հոդված էի կարդում եւ երևի ամենադիպուկն էր, որ ժողովրդավարություն շատ դեպքերում ասում ենք ժողովրդավարությունը պաշտպանություն է ուզում, բայց այս հոդվածի մեջ նշված էր, որ ժողովրդավարությունը իր weapon, ոնց ասեմ, իր Զենքերը։ նո ավելի շատ զենք ասեմ հարձակման գործիք է, էլի պուլա։ Ժողովրդավարությունը իր զենքերը պետք է ունենա։ Այդ ինչ է նշանակում, որ շատ ժողովրդավար պետություններում հիմա գլուխ են բարձրացնում շատ ավտորիտար եւ եթե անգամ սխալվեմ ասեմ դիկտատորական հայացքներ ու շատ ծայրահեղ աչական հայացքներ, որոնք վտանգում են ժողովրդավարությունը։ Բայց նաև վերլուծություն կա, թե որ պետություններն են իրար հետ պատերազմում, այս մոտավորապես 45 թվից այս կողմ 70 տարվա մեջ, որ պետություններն են իրար հետ պատերազմել, շատ քիչ է տոկոսը, որ պատերազմում են երկու ժողովրդավար պետություն, երբ կամ չկա։ Միշտ պատերազմում են մի քիչ ավտորիտար, տոտալիտարիզմին գնացող պետությունը եւ ժողովրդավարությունը։ Այդ ինչի հիման վրա է տենց լինում։ Ես մի քիչ հեռվից եմ գալիս, հետո գամ ներքաղաքական խոսույթին։ Որովհետև ավտորիտարիզմի ժամանակ իշխանությունը միշտ ձգտում է իր շուրջը կոնսոլիդացնել ժողովրդին, գաղափարի շուրջ, որ ունի արտաքին թշնամի։ Արտաքին թշնամու շուրջ պայքարը, ժողովուրդը մշտապես իր ուղեղը տարած ապրում է դրանով, որ մենք վտանգված ենք, որ մեզ պետք է պաշտպանություն, մեզ պետք է անդադ պատերազմել ու ռազմական բյուջեն ավելացնել, իրականում այն սոցիալական հարցերը կամ այն կարևորագույն հարցերը, որոնք ներքաղաքական են, մարդու ազատությունները, իրավունքները եւ այլն, դրանք մղվում են հետին պլան։ Դրանք տոտալիտար ռեժիմների ամենահիմնական գործիքակազմն են։ Եվ այդ արտաքին թշնամու շուրջ ձևավորված պատկերացումները արդեն ժամանակի ընթացքում կարող են նաեւ գործողությունների տանել, այսինքն հստակ պատերազմների։
Ինչ վերաբերվում է մեր ներքաղաքական դաշտում, մեր ժողովուրդը այս 7 տարիների ընթացքում ինձ ամենահնչած, ուղիղ դեմքիս հնչած ամենամեծ մեղադրանքը, ու գիտեք ինչ տեսակ մեղադրանքը, որ եթե դուք տենց չանեք, մենք էլ ձեզ չենք ընտրելու, մենք էլ ձեր վրա հույս չենք դնելու, մենք սենց չենք անելու, ինչ չենք անելու, բայց հիմնական սենց ձևակերպում է։ Ինչի չեք փակում սրա բերանը, ինչի չեք արգելում նրա խոսքը, ինչի չեք փակում այս ալիքը, ինչի չեք ոնց եք թույլ տալիս, որտեղ ազգային անվտանգության սպառնալիք են հնչեցնում։ Նու օրինակ ձեր ասած Գյումրի քաղաքապետը իմ համար ազգային անվտանգության սպառնալիքի տեքստ է հնչեցրել ես վերջերս։ Ցիտեմ, որպեսզի բոլորիդ հասանելի լինի այդ տեքստը։ Այո, այո։ Ուզում Ռուսաստանի միութենական պետության կազմի մեջ մտնել, թրքահպատակ շան տղա է։ Իհարկե Գյումրու քաղաքապետի նման մտածելակերպը բոլորիս հայտնի էր։ Եվ այդ մտածելակերպը դարավոր է, մենակ Գյումրու քաղաքապետինը չի, ժողովուրդ ջան։ Գյումրու քաղաքապետը արտահայտում եւ ցիտում է մեր ընդդիմության ամբողջ sense կոալիցիայի քաղաքական միտքը, որտեղ այս մարդկանց քաղաքականությունը հետեւյալն է եղել. ռուսը չլինի, թուրքն է ալնելու։ Իսկ թուրքը Դամոկլյան սրի պես կախել են մեր ժողովրդի գլխին մշտապես որպես վախի գործոն, որտեղ թուրքը գալու է քեզ կոտորի, թուրքը մշտապես քեզ կոտորել է եւ այլն եւ այլն եւ այլն։ Դրա համար իմ անդիմության խոսույթը հիմնականում դրան է միտված, որ դուք Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջներն են կատարում եւ այդ տեքստը մարդկանց այն ենթագիտակցության վրա ազդում, որ եթե մենք Ռուսաստանի կողմը չբռնեցինք, թուրքերը գալու են մեզ կոտորեն։ Այս միտքը ամբողջ հայ քաղաքական մտքի հիմնասյունն է։ Եթե սենց վերլուծեք ցանկացած քաղաքական խոսք, կհասկանաք, որ այդ մտքից է ծնվում այդ ամեն ինչը։ Եվ ժողովրդավարության տեսանկյունից ինձ համար արգելելը, փակելը, սահմանափակելը բերում է ճնշման, ֆիզիկայի օրենքն է։ Երբ որ դու մի բան ճնշում ես, հետո մի տեղից տրաքելու է դա։ Ես կարծում եմ, որ պետք է բերի դա ինքնաբերաբար մեր հասարակության մոտ այդ խոսույթի հանդեպ անհանդուրժողականությունը պետք է բերի այդ խոսույթի վերացման։ Նույնը վերաբերում է նաև հայ հոյախոսությանը, նույնը վերաբերում է քաղաքական խոսույթում անթույլատրելի վիրավորանքներին, նաև մեր իշխանության անդամների կողմից չեմ հերքում։ Շատ խոսույթի տեսակներ կան, որոնք պետք է հասարակության կրթական ցենզի, մեդիագրագիտության, քաղաքացիական գիտակցության, իրավունքների մասին տեղեկատվության տարածման շնորհիվ այդ խոսույթը պետք է դուրս գա ժամանակի ընթացքում մեր միջից։ Եվ եթե դա չանես բնական process-ների միջոցով, դա կարա տեղի ունենա շատ ավելի օրինակ հիմա, չգիտեմ, Ֆրանսիայի օրինակ եկեք բերենք, Մարին Լպենին փակեցին, մի ամբողջ քաղաք հասարակություն մեզ ասում էր, ինչի Մարին Լպենի պես չեք փակում օրինակ դաշնակցությանը։ Ես ասում եմ, որ Մարին Լպենին փակելը դեռևս Ֆրանսիայի հասարակության արձագանքը չի, եւ Ֆրանսիայի հասարակությունը ժամանակի ընթացքում կարող է հակառակը գնա ավելի ծայրահեղական ուղղվածության, եթե դու ստիպված ես շատ կոպիտ վիրահատական միջոցներ ես կիրառում։ Մյուս կողմից, այս ամենը ասի իմ դիրքորոշումը ինչի եմ ես դեմ ժողովրդավարությանը պաշտպանել այս գործիքակազմով, փակելու, սահմանափակելու, խոսքի ազատությունը սահմանափակելու։ Ես կարծում եմ, որ հասարակությունը արձագանքում է հենց այդ խոսույթին, եւ այդ արձագանքն է, որ այդ խոսույթը էլ չի լինելու։ Իսկ մյուս կողմից ես ձեր հետ համակարծիք եմ, որ այս տարվա ընթացքում մենք ունենալու ենք ահռելի մեծ հարձակում, եւ այդ հարձակումները մենք կարող է անգամ չպատկերացնենք ինչ որ կողմերից են գալու։ Մենք հիմա ուսումնասիրում ենք այդ հետսովետական պետություններում նախընտրական տարիների գործիքակազմերը, թե ինչ գործիքներ են դրել, որպեսզի հասարակությանը տանեն այլ ուղղությամբ, բայց ես կարծում եմ, որ նոր գործիքներ են լինելու, ինչքան էլ ուսումնասիրես, նոր բան կմտածեն։ Մյուս կողմից, օրինակ, ես տեսա Մոլդովայի ընտրությունները։ Մոլդովայի ընտրություններում ընտրության օրը ԿՀ-ն փակում է կուսակցություն, արգելում է կուսակցություն, դա այն որ ժողովրդավարության բոլոր ստանդարտները դեմ է մի այլ ձև։ Հիմա պետք է հասկանալ Եվրոպան ինչ ձև կարձագանքի դրան, բայց իրականում բոլորը տեղյակ են, թե այդ կուսակցությունը որ կողմից է ֆինանսավորվել, ինչ կարգի ֆինանսական մախինացիաներ է իրականացրել ընտրակեղծարարությունը արձագանքել համար, եւ եթե այսօր լսեք վարչապետի ԵԽՎ-ի ելույթը հենց դրա մասին է խոսում, որ ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի, մենք չգիտենք օրինակ ընտրակաշառք բաժանող ուժը, ասենք Գյումրին գիտենք, թե օրինակ ընտրակաշառք է բաժանվել, քրական գործը կա, ապացուցված է,
որ ընտրակաշառք կա բաժանվել, այդ մարդիկ գնացին դատվեցին։ Բայց արդյոք դա ազդեցություն է ունեցել ընտրական արդյունքների վրա։ Արդյոք այդ ընտրությունները լեգիտիմ են համարվում ընտրակաշառք բաժանելուց հետո։ Հիմա մեր հարցադրումները այս տարվա ընթացքում պետք է կոնկրետանան միջև ընտրություններ, որտեղ մենք գիտենք ինչ սպառնալիք է լինելու, ինչ է տեղի ունենալու, եւ սխեման ձեր համար մի քանի անգամ տարբեր ամբիոններից ասել եմ, ձեր համար էլ ասեմ։ Չկա քաղաքական ուժ, որ այսօրվա իշխանությունից ավել տոկոս ունի հիմա, բայց իրանք փորձելու են մի 18 հատ քաղաքական ուժ անցկացնեն 4%-ը, հետո իրար գումարային այդ տոկոսներով ՔՊ-ից ավելի շատ ձեն հավաքեն։ Եվ դա է միակ վտանգը, որ մի ուժի դեմ պայքարես կամ մի նարատիվի դեմ պայքարես հեշտ կլինի, բայց երբ որ շատ են ու անծանոթ շատ դեպքերում քաղաքացին կարա մոլորվի ու չհասկանա, ասենք իր բարեկամի տղեն է, կարա գնա ընտրի ու չհասկանա, որ այդ իր ձայնը գնալու է ոչ միայն բարեկամի տղուն, գնալու են ամբողջ մեծ այսպես ասած կուտոկի հետ դառնա իշխանություն, որը որ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությանը դեմ է, իրանք բառացի են դա ասում։ Ընտրական process-ներին են դեմ, ազատ արդար ընտրություններին, ազատ խոսքին, շատ դեպքերում անգամ տարբեր հարցազրույցներում մարդիկ դիկտատուրա բառն են օգտագործում, իրանց մեթոդները հիմնականում ժողովրդավար չեն, եվրոպական ուղղությանն են դեմ, եւ քաղաքացուն չմանիպուլացնելու լավագույն գործիքը այս տեխնիկան բացատրելն է իրանց։ Ես կարծում եմ, որ մենք պետք է հնարավոր ամեն տեղից ուղղակի շատ խոսանք ու շատ հնարավոր այս հանդիպումներն էլ օրինակ հույս ունեմ կօգնեն, որպեսզի մարդիկ հասկանան ինչ է տեղի ունենում ընդհանրապես քաղաքական դաշտում, որտեղ ցենց ամբիոններից նայելուց մի փոքր չես խորանում այն տակի շերտի վրա, էլի մի քիչ քաղաքական տեխնոլոգիաները կիրառելը մարդկանց մոտ ավելի հեշտ է ստացվում այդ դեպքում։ Այլ հարցեր, պատասխանեցի դե։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն, Համեստ Բեգլարյան։ Նախ եւ առաջ ողջունում բոլորիդ, բարև ձեզ Տիկին Մինասյան, շնորհակալություն մեզ այսօր հանդիպման հնարավորություն ընձեռնելու համար։ Ես հետեւյալ հարցն եմ առանձնացրել ձեզ համար, ճիշտ է մի քանի հարց ունեմ ու հուսով եմ հարցերս բավականին լուրջ պատասխաններ կստանան։ Նախ եւ առաջ այսօր տեսնում ենք, թե ինչ խնդրի առջև է կանգնած Հայաստանը սահմանադրության փոփոխություն 4-րդ հանրապետության հռչակում։ Ճիշտն ասած հարցս հենց դրան է ուղղված, ինչն է ամենաուշադրությունը գրավող տարբերությունը գործող եւ առաջարկվող նոր սահմանադրության մեջ, արդյոք Ադրբեջանը նախաստորագրված պայմանագրի համար ինչ-որ օգուտ ունի, այսինքն ինչ-որ օգուտ է ընձեռնել Ադրբեջանի ղեկավարությանը եւ ինչ հիմնական պատճառ է քննարկվում սահմանադրության փոփոխության համար եւ 4 հանրապետության հռչակման։ Հետաքրքիր հարցեր միակ ձևակերպումը լեզվամտածողության մեջ էր, որ ասիկ խնդիր ունի Հայաստանի Հանրապետությունը 4 հանրապետություն եւ սահմանադրություն, դա խնդիր չի։ Դա առաջարկված ռազմավարություն է, որին քաղաքացիները կածկանք են եւ այդ էլի մեզնից է կախված ինչպես կածկանք են։ Ինչ վերաբերվում է նախաստորագրված պայմանագրից անդրադառնամ, որտեղ կապեք, ինձ թվում է այս հարցի մեջ կապել եք սահմանադրությունը, նոր սահմանադրությունը, նախաստորագրված պայմանագիրը եւ 4 հանրապետությունը իրար։ Դրանք այդ կապ ունեն, բայց տենց մեր քաղաքականության մեջ կապ չունեն։ Հիմա բացատրեմ ինչի։ Նախաստորագրված պայմանագիրը իրողություններն է փոխում։ Հայ հասարակության մոտ պետք է ընկալում լինի արդեն, որ մոտ ապագայում նաև ստորագրվելու է այդ պայմանագիրը, մոտ ապագայում ապա շրջափակվելու է Հայաստանը, որը որ ոչ իմ ծնված օրվանից, ոչ ձեր ծնված օրվանից չենք տեսել մենք այդ ինչա, մենք չգիտենք ինչա բաց սահմանները։ Եվ նոր իրականություն է տեղի ունենալու Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունը իր հարևանների հետ փորձում է կարգավորել հարաբերությունները եւ չունենալ այլևս Շնամի պետություն հասկացողությունը մեր ներսում գոնե եւ դա բնական ճանապարհով չի լինելու, դա լինելու տարիներ շատ հետո, որտեղ մեզից յուրաքանչյուրը իր սրտում դեռ ունի այդ շնամանքի զգացողությունը, թեկուզ եւ քիչ։ Իսկ ինչ վերաբերվում է 4-րդ հանրապետությանը, դա այն ռազմավարությունն է, որը որ քաղաքացիական պայմանագիրը ворթեգրել է, որ առաջարկելու է
Հայաստանի Հանրապետության ժողովրդին ընտրությունների ժամանակ եւ մոդելը 4 հանրապետության լինելու է իրական Հայաստանի գաղափարախոսություն։ Նոր սահմանադրությունը լինելու է իրավական ճանապարհը ամրագրելու 4 հանրապետությունը։ Այսինքն, այստեղ այդ նախաստորագրված պայմանագիրը ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը նոր սահմանադրությունից մի փոքր պետք է տարանջատել։ Ինչ վերաբերվում է, ինչ խնդիր է լուծել Ադրբեջանը իր համար, Ադրբեջանի համար պետք է ինչ որ նախորդ հարցին պատասխանում է ինչի պետք է ստորագրի Ադրբեջանը թուղթը, ինչն է իրան օգուտը, որն է, ինչ է ստանում դրանից։ Մենք առաջարկում ենք այնպիսի մոդել խաղաղության, որպեսզի փոխշահավետ լինի, որտեղ եթե փոխշահավետը չեղավ մի կողմին օգուտ եղավ, մյուս կողմը լինելու է անբավարարված եւ չի ստանալու ոչինչ։ Ապա շրջափակումն է միակ ճանապարհը, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն տեղ ունենա։ Առևտուրը, տնտեսական կապերը միակ ճանապարհն են, եթե ուսումնասիրեք եվրոպական կոնֆլիկտների փորձերը, ուսումնասիրեք դարավոր պատերազմները, ինչպես են ավարտվել, դա տնտեսական համագործակցությամբ։ Տնտեսական համագործակցությունն է միակ պայմանը, որպեսզի երկու երկիրն օգուտ ունենա այդ ամեն ինչից, ոչ թե մի կողմը դժգոհ լինի։ Հիմա Ադրբեջանը ստանալու է այդ օգուտը, որտեղ կապվելու է շատ կարճ ճանապարհով Թուրքիային եւ Եվրոպային։ Մեր օգուտը այն է, որ մենք ունենալու ենք բաց սահմաններ, մենք էլ ենք կարողանալու արևելքից արևմուտք գնալ, հյուսիսից հարավ գնալ խաղաղության խաչմերուկ նախագծում։ Սահմանադրության կոնտեքստով պատասխանում։ Սահմանադրությունը դեռևս նախագծված չի։ Մենք դեռևս քննարկումների փուլում ենք, կա հանձնաժողով, իրավական շատ լուծումներ պետք է տրվեն, որս ընթացքում մենք ի հայտ ենք բերել որպես խնդիր մեր պետության առաջխաղացման համար։ Ես հիմա մանրամասն հոդվածներին չեմ անդրադառնա, որտեղ անկեղծ չգիտեմ այդ քննարկումները դեռևս ինչ փուլում են, բայց համենայն դեպս դուք կապում եք երևի 4-րդ հանրապետության սահմանադրության միջև անկախության հռչակագրի կոնտեքստում։ Եթե չեք կապում, ես կապեմ ու բացատրեմ։ Անկախության հռչակագրի խոսույթը ի հայտ եկավ Ադրբեջանից, մենք Ադրբեջանին 100 տեղից եւ 1000 անգամ նաեւ մեր հայաստանյան խոսույթում բացատրում ենք, որ մեր սահմանադրությունը ընդհանրապես որևիցե աղերս չունի տարածքային պահանջների նկատմամբ, որոնք որ ըստ Ադրբեջանի զետեղված են անկախության հռչակագրում։ Եվ դա ապացուցել է մեր Սահմանադրական դատարանի որոշումը։ Այս խոսքը երևի մի 100 անգամ լսել եք, ես հիմա փորձեմ մի փոքր բացել այդ ասած։ Եթե մենք մեր իշխանությունը ասում է դեռևս գարնանը հայտարարում է, որ մենք Ղարաբաղյան շարժումը չենք շարունակելու։ Եթե մենք հռչակում ենք կոնֆլիկտի ավավ, Հայաստանի Հանրապետությունը պետք է կենտրոնանա իր 29743 քառակուսի կիլոմետր տարածքով պետության զարգացման, առաջխաղացման, պետության վրա, պետության կայացման, ինստիտուտների կայացման վրա։ Եւ մեր անկախության հռչակագիրը հղում է տրված սահմանադրությանը մեջ անկախության հռչակագրին, որտեղ նշված է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման ակտի մասին։ Մեր անկախության հռչակագիրը մեր պետության եթե շատ տենց կոշտ ձևակերպեմ, 3-րդ հանրապետության ստեղծման հիմքն է ու նշանակությունը։ Ինչ նշանակություն է ունեցել 3-րդ հանրապետությունը։ 3-րդ հանրապետությունը ձևավորվել է այն նպատակների ու այն մտքերի վրա, որոնք զետեղված են անկախության հռչակագրում։ Հիմա մեր կարծիքով մենք ունենք խնդիր իրականությունը մոտարկել խտերին։ Անկախության հռչակագիրը ստեղծել է 3-րդ հանրապետությունը, մենք ունեցել ենք կոնֆլիկտ, ունեցել ենք պատերազմ, ունեցել ենք զոհել ողբերգություններ, հիմա ունենք այլ իրականություն։ Արդյոք մեր անկախության հռչակագիրը սպասարկում է այսօրեական շահերը։ Անկախության հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, որը ոչ կարաս հերքես, ոչ կարաս մոռանաս, ոչ կարաս նես մի կողմ։ Ինքը պատմական փաստաթուղթ է, որ պետք է լինի։ Բայց եթե մենք քաղաքականություն ենք վարում կոնֆլիկտի փակման, Ղարաբաղյան շարժման ավարտի, արդյոք մենք նոր սահմանադրության մեջ պետք է հղում ունենք անկախության հռչակագրին։ Սրանք հարցեր են, որի պատասխանը տալու է ժողովուրդը։ Եթե պատասխանեցի ձեր հարցերին։ Շատ շնորհակալություն հարցին պատասխանելու համար։ Իրականում մեջբերում եմ ցանկանա կատարել։ Նախ եւ առաջ ես երիտասարդ լինելով, հետևելով լրատվական միջոցներին ու քննարկումներին, իրականում կոնկրետ իմ կարծիքով բավականին սահմանադրության փոփոխությունը իմ կարծիքով դրական հետևանքներ կունենա, այսինքն կներեք, որ անդրադառնամ այս թեմային, եթե օրինակ
Լեռնային Ղարաբաղը, Արցախի հանրապետությունը ըստ քննարկումների ես հետևյալ կերպով եմ հասկացել, որ ոչ ոք չի ճանաչել այն Հայաստանի կազմում եւ հիմա որպես այսպես ասած խնդրի հարթեցում փորձում են սահմանադրության միջոցով Արցախը հայտարարել որպես Ադրբեջանի մաս, այսինքն Ադրբեջանի կազմում եւ որոշ չափով ինչու ոչ դադարեցնել դեռևս վաղեմի ժամանակներից եկած այդ կոնֆլիկտը Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում։ Արդարացնել կոնֆլիկտը, Չէ, հարթել։ հարթել, Վերեսավով հարթել։ հասկացա։ Ես էլի իմ մտածողության մեջ չեմ ուզում կապեմ Ադրբեջանի այդ հարաբերությունների հետ մեր սահմանադրության փոփոխությունը։ Այդ ընդդիմության նարատիվը եւ այդ անընդհատ նաեւ գիտեք ինչ հետաքրքիր բան կա, ձեր հետ շատ անկեղծ եմ էլի ուզում խոսեմ։ Ես զգում եմ ինչ կարգի Ադրբեջանը հաշվել է մեր հասարակության ատամները, որ ինչ կարգի վախերի բոլոր sense հնարավոր կետերը գիտի, ինչ կարգի բնավորությունը, ենթագիտակցությունը, մեր սոցիալ-հոգեբանական մշակույթը sense անգիր գիտի ու ինքը գիտի, որ եթե մի բան ասեց ու հասարակությունը ասեց, չէ, քանի որ Ադրբեջանն է ասում, մենք պետք է դրա մասին չմտածենք, ինքը մեր ուղեղը, մեր ինքնահայացումը, մեր մտածողությունը փակում է, սահմանափակում է։ Ես չեմ ուզում մենք անընդհատ իր խոսքի վրա հենվելով նայենք դրան։ Մի հատ եթե աբստրահվենք, որ գոյություն ունի Ադրբեջան, գոյություն ունի կոնֆլիկտ, մենք նայենք մեր անկախության հռչակագրին, կարդանք այդ անկախության հռչակագիրը, ինչքանով է այն հիմիկվա օրինակ սերունդին ձեզ սրտին մոտիկ։ Ինչքանով է ձեզ կպնում, ինչքանով է ձեր կյանքի հետ առնչություն ունի, ինչքանով եք դուք ամենօրյա կյանքում սպասարկում այն նպատակները, որ կա այդ անկախության հռչակագրում։ Դա շատ կարևոր է, որտեղ կան թղթեր, կան քաղաքականություններ, կան խոսքեր, քաղաքական գործիչներն էլ մի քիչ պաթոս են ավելացնում այդ ամեն ինչին եւ դառնում է օրակարգ, բայց իրական կյանքը ուրիշ է, իրական մարդկանց հոգսերն ու անհանգստություններն ու զարգացման տեսլականները այլ են։ Իմ կարծիքը այն է, որ մենք պետք է մի քիչ մոտարկենք իրար այն խոսույթը, որը կա քաղաքական դաշտում եւ քաղաքական օրակարգերում եւ այն ինչ կա իրական կյանքում։ Շատ շնորհակալություն, շատ հաճելի է լսել։ Շնորհակալություն շատ, Սարոզա Զարգարյան։ Շնորհակալություն, եւս մեկ անգամ շնորհակալ ենք նման հնարավորության համար ու հատկապես Տիկին Մինասյանին նման պատրաստակամություն ունենալու մեր հարցերին պատասխանելու համար։ Հարցս երևի մի փոքր քննարկման վեկտորը փոխենք դեպի արտաքին հարաբերություններում, հատկապես տնտեսական հարաբերությունները։ Օրինակով հարցս տամ, մենք տեսանք, որ որոշակի թեկուզ ծաղիկների կամ այլ ապրանքատեսակների խնդիր եղավ արտաքին շուկայում սպառման ու արտաքին շուկաներ արտահանման համար, օրինակ ինչպիսի քայլեր են ձեռնարկվում արտաքին շուկայի դիվերսիֆիկացիայի համար, այսինքն արտաքին սպառումը ավելի դիվերսիֆիկացնելու համար ու ըստ ձեզ մոտակա 5 տարվա կամ 10 տարվա մեջ մեր արտահանման ու ներկրման ուղղությունները փոխվելու են ու որ ուղղություններն եք իրատեսական ու արդյունավետ համարում։ Շնորհակալություն։ Շատ լավ հարց եք տալիս, շատ ծավալուն աշխատանք է պահանջում այդ ամենը։ Մենք գիտենք, որ ԵԱՏՄ-ի հետ կախվածությունը մեր տնտեսության շատ մեծ է, եւ գիտենք նաեւ ինչի ԵԱՏՄ-ից չի տեղափոխվում ԵՄ, դա միայն մաքսատուրքերի բարձր լինելու մասին չի խոսքը, որովհետեւ մենք օրինակ նախաձեռնություն ունեցանք էկոնոմիկայի նախարարության շրջանակներում, որ որոշակի ապրանքատեսակներ, որոնք ցանկանան արտահանել ԵՄ, պետությունը կսուբսիդավորի մաքսատուրքը, բայց խնդրում ենք այդ ոլորտներին գտնել եվրոպական շուկաներում գործընկերներ եւ փորձել արտահանել եվրոպական շուկաներ, եւ մենք հասկացանք, որ խնդիրը ստանդարտների մեջ է ավելի շատ։ Եվ այն ստանդարտները, որ Եվրոմիությունը պահանջում է, նաեւ լեզվամշակույթի տարբերություն է, օրինակ ռուսների հետ հեշտ է բանակցել կամ խոսել կամ ղրղզների, ղազախների, որտեղ նույն սովետական շրջանում ենք եղել, նույն մտածողություն ունենք, նույն լեզուն ունենք, կարողանում ենք իրար հետ ավելի հեշտ բիզնես անել, իսկ եվրոպացիները մի քիչ ավելի այլ թե լեզուն, անգլերենը օրինակ, թե մնացած հարցերը մի քիչ այլ ձևով են անում, մանավանդ թղթաբանությունն էլ բավականին շատ է։ Մենք հիմնում ենք լաբորատորիաներ։ Ինչ ասում եմ, եթե նորություն է, կարաք ասեք, որտեղ շատ դեպքերում այս ամենը չի տարածվում մեդիայով։ Հիմնում ենք լաբորատորիաներ, որտեղ պետք է ապրանքները ստանդարտիզացվեն։
այն ստանդարտիզացիային, այն ստանդարտներին համապատասխան, որ տալիս է մեզ Եվրամիությունը։ Իսկ մեզ Եվրամիությունը ասես մեծ փաթեթ է տվել, թե մենք ինչ կարող անենք մեր որակական հատկանիշները բարձրացնելու համար։ Բացի Եվրամիության հետ համագործակցությունից, այդ ստանդարտները կիրառելուց, լաբորատորիաները հիմնելուց, նաև տնտեսությունը պետք է արձագանքի եւ մենք տնտեսվարողին փորձում ենք շատ բարդ գործընթացով անցնել մտածողության փոփոխության։ Եթե նկատել եք հայերի մոտ շատ տարածված մտածողություն է արագ, բայց շատ փող։ Հայերը չեն ուզում դանդաղ, բայց երկար փող։ Այսինքն քիչ, բայց երկար փող ունենան։ Այսինքն նույն դրվագը պատմեմ բաները եկան, ռելոկանտները եկան, տանգները բարձացան, մարդիկ չեն հասկանում, որ ասենք այդ ռելոկանտի ձեռքը կա $10,000 տան վարձի համար, լավ է 200,000 դնի, ոչ թե 500, ունենա ասենք 10 ամիս այդ վարձակալությունը, քանց թե 2 ամիս։ Այդ տրամաբանության փոփոխությունը պետք է իրականացնես։ Նաև տնտեսվարողին պետք է ասել, որ եթե դու ներդրում ես անում քո բիզնեսի մեջ, դու ավելի աճացնում ես քո մարջին ասվածը, ոնց ասեմ, ինքնարժեքի եւ հասույթի տարբերությունը։ Այսինքն դու կարող ես ներդրումի շնորհիվ երկարաժամկետ փուլում քո ինքնարժեքը նվազեցնել եւ դու ունենաս ավելի մեծ հասույթ։ Այս մտածողությունը մի քիչ մանավանդ այն ոլորտներում, որոնք շեշտեցիք, որոնք հիմնական ԵԱՏՄ ուղղություն են, օրինակ ծաղկի արտահանում եւ այլն, մի քիչ ավելի բարդ է իրականացնել։ Բայց նաև ունենք այլընտրանք։ Դիվերսիֆիկացիա չի նշանակում Ռուսաստանից Եվրոպա, նշանակում է Չինաստան, Իրաք, Իրան։ Եվ այն համագործակցության հուշագիրները, որոնք կնքել է Հայաստանի Հանրապետությունը այսօրի ընթացքում, ներառում է նաև այդ փոխադարձ առևտուրը։ Հիմնականում Չինաստանն է շատ շահագրգռված նաև խաղաղության խաչմերուկի կոնտեքստում, որտեղ այս հատվածով իր համար անցնելու է իր այդ մեկ ճանապարհ, մեկ գոտի, մեկ ճանապարհ նախագիծ։ Այս մասով մեր տնտեսվարողները շատ լայն հնարավորություններ են ունենալու։ Այսինքն, եթե անգամ լինեն որոշակի գործիքներ կիրառվող ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ մենք ունենանք փակված լարս կամ չգիտեմ որոշակի ապրանքների արտահանման խնդիր, մենք ունենք այլ շուկաներ, որոնց հետ այժմ բանակցում ենք, որպեսզի այդ շուկաների ներգրավումը Հայաստանի Հանրապետություն ավելի հեշտ լինի։ Բարդությունը ձեզ կարամ ասեմ ինչն է, մենք չունենք լավ մասնագետներ պետական ապարատում համենայն դեպս աշխատող, որտեղ այդ ոլորտում, որոնք կարող են շատ խորը research-ներ անեն արտաքին շուկաների։ Օրինակ մեզ տանք պետություն, ասենք ասա այնտեղ պետական մակարդակով ինչ տեղեկատվություն կա, որ ոլորտների վրա առաջիկա 10 տարին ներդրում կանեն այդ պետության մեջ, որ ոլորտները ունեն կարիք ինչ տեսակի ապրանքատեսանքների ու այդ կանխատեսված research-ների մասին է խոսքը, ոչ թե հիմա մտնենք Google անենք տեղեկատվություն ստանանք։ Այդ տեղեկատվությունը համակարգել ամբողջ աշխարհի մակարդակով եւ այդ տեղեկատվությունը նաեւ տալ պետական կառույցներին, ասել քո քաղաքականությունը, մեր պետական կառույցներին, քո քաղաքականությունը հիմնադրի այս տեքստերի վրա կամ այս research-ների վրա շատ դանդաղ է իրականում։ Իրականում է, չեմ բացառում, տեսնում եմ աշխատանք, բայց շատ դանդաղ է իրականում։ Այս մոտավոր թե ինչ ենք անում, բայց մոտակա ապագայում բարդություններ կարող է լինեն, որտեղ էլի եմ ասում, մենք նախընտրական փուլում ենք գտնվում եւ պետք է հնարավոր բոլոր ձևերով ժողովրդի դժգոհությունը առաջացնել։ Շնորհակալություն, իսկ օրինակ դուք անձամբ տնտեսական ինչ այլ երկրներ, օրինակ գիտենք Չինաստան, Ռուսաստան, ԵՄ կամ Իրան մեր հիմնական արտահանում ներկրումը այդ երկրների հետ են կատարում, այլ որ երկրները, որոնց հետ կարող ենք ավելացնել մեր այդ շրջանառությունը, այդ պոտենցիալը մոտակա 5-ից 10 տարվա մեջ։ Ես ամենաառաջին տեսնում Սաուդյան Արաբիա, Օման, այդ ծոցի երկրները, որտեղ դա համար փակ աշխարհ է, բայց ամենամեծ պահանջարկ ունեցող շուկան է։ Եվ եթե սուտ չասեմ գյուղմթերքի համար, որը մեր ռիսկային գոտում է գտնվում, օրինակ Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ շտապ գնում, գյուղմթերքի համար Իրաքը այս հատվածի երկրները ամենաշատ պահանջարկ ունեցող երկրներն են։ Ու որտեղ կներեք, բայց ԵՄ-ի պես օրինակ թղթաբանություն ու ստանդարտներ չկան։ Բայց մեր տնտեսվարողի մտածողության շնորհիվ, որ տեղով հեշտ ասեն կարճ գնալ Ռուսաստան, այս կողմ տանել ապրանքը մի քիչ ավելի բարդ է։ Դրա համար պետք է նաև պետությունը աջակցի այդ շուկաները ուսումնասիրի, տնտեսվարողներին գտնի, այդ շուկայի մեջ հասկանա ինչ
պահանջարկի գործոններ կան, ինչ ազդեցություններ կարան լինեն եւ փոխանցի տնտեսվարողներին այդ տեղեկատվությունը, որովհետեւ տնտեսվարողը ավելի վստահ լինի, որ ինքը այնտեղ գործընկեր կգտնի։ Բայց ես Սաուդյան Արաբիայի ու Էմիրատների հետ կապված համագործակցությունը, Օման, Սաուդյան Արաբիա, Էմիրատները համագործակցությունը շատ ռազմավարական նշանակության եմ համարում, որովհետեւ շատ մեծ պոտենցիալ կա այդ պետություններում, ինչու՞ չէ նաև մեր Հայաստանում ներդրումներ իրականացնելու համար, ոչ թե մենակ արտահանման գործոնը մի քիչ ուժեղացնելու, այլ նաև հենց Հայաստանում ներդրումներ իրականացնելու համար։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն, քանի որ շատ երկար է հանդիպումը ձգձգվում, վերջին երևի 2 կամ 3 հարցը վերցնենք։ Անուշիկ Վիրաբյան, լսում եմ ձեր հարցը, խնդրեմ միայն մեկ հարց ձևակերպել, որպեսզի բոլորին հնարավորինս շատ անձանց հնարավորություն ընձեռվի հարց տալու։ Ես կփորձեմ կարճ պատասխանել, մեկ էլ կառաջարկեմ այն հարցերը, որոնք կմնան անպատասխան, ինձ հետո ուղարկեք իմ սոցհարթակները բոլորդ ինձ թվում է ունեք, կարաք հանգիստ ուղարկեք, ես կպատասխանեմ ձեր բոլորի հարցերին։ Շնորհակալություն։ Բարի երեկո, ես նույնպես հետաքրքրված եմ հայ-ադրբեջանական հարաբերություններով եւ առանձնացրել եմ հետեւյալ հարցը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը ինչքանով է հնարավորություն տալիս, որ հասարակական ընկալումները երկու երկրների միջև կփոխվեն։ Շատ լավ հարց, չի տալիս հնարավորություն։ Եթե անկեղծ պատասխանեմ, որովհետեւ մի հատ ինձ կուզեմ ձեր բացացնեն մարդիկ, ովքեր կարդացել են այդ թուղթը։ Պայմանագրի տեքստը քանի հոգի է կարդացել։ Ну, չեմ տեսնում, համենայն դեպս ինձ թվում է մանավանդ երիտասարդների շրջանում այդ տերմինաբանությունը ընկալելը մի քիչ ավելի բարդ կարող է լինի։ Լավ կլինի մի օր օրինակ կանչեք մեր կոլեգաներից մեկին կամ թեկուզ ինչ-որ մեկին հարց ուղեք, այդ հոդվածները հատ-հատ ձեզ բացատրեն, որը ինչ է նշանակում եւ ինչ կարեւորություն ունի։ Իսկ ինչ վերաբերվում է երկու ժողովուրդների մեջ փոփոխությանը, ես մի հատ տարօրինակ տենդենս եմ նկատել, որը անգամ մտածում եմ երևի ուղղորդված է, որտեղ շատ տարօրինակ էր, շատ էր գալիս իմ մոտ օրինակ newsfeed-ում նման կոնտենտ, ես չգիտեմ դուք տեսել եք թե չէ, ու բոլոր հարթակներում, սկսած Instagram, Facebook, TikTok, ադրբեջանական հանրության կողմից, անգամ Սփյուռքում ապրող ադրբեջանցիների կողմից շատ է խաղաղության խոսույթ տարածվում հիմա։ Բայց խաղաղության խոսույթը գիտեք ինչ կոնտեքստով, որ մեզ էլ պետք չի պատերազմ հայերի հետ, մենք ստացել ենք այն ինչ ուզեցել ենք, ու ինչներիս է էլ պետք է այդ պատերազմը։ Այն որ sense անընդհատ այդ հարցադրումներն ու խոսքը կա, ու իմ համար շատ տարօրինակ է, որտեղ մշտապես լսել եմ հակառակը, այնպես պրոպագանդիստական թեզերը, որը մշտապես իրանց նախագահը տանում է։ Իսկ հիմա մի փոքր փոխվել է, եւ նաեւ սոցհարցումներ կան, երեք նաեւ երեխեքի հետ հանդիպման էի պատմում դրա մասին, որ ադրբեջանական հանրության գրեթե 70-80%-ը դեմ է Հայաստանի հետ պատերազմի, որտեվ էլի եմ ասում, այս տարիների ընթացքում իրանց ուղեղում միայն եղել է Լեռնային Ղարաբաղը գրավելու եւ իրանց այսպես ասած նվաստացած արժանապատվությունը վերականգնելու խոսույթը հայ հասարակության մոտ մի քիչ ավելի բարդ է այն տեսանկյունից, որ անդադ սերմանում են, որ ձեր արժանապատվությունը նվաստացված է, որ դուք պարտվել եք, ձեր արժանապատվությունը նվաստացած է եւ սա խաղաղություն չի, նվաստացած արժանապատվությամբ խաղաղություն չի լինում։ Ես կարծում եմ, որ իմ պարտքն է ու իմ նպատակն է ու իմ կյանքի գերագույն երազանքն է անել ամեն ինչ, որ եկող սերունդը չտեսնի այն, ինչ որ ես եմ տեսել։ Ու եկող սերունդը դուք ձեզի նկատի չունեմ, այլ իմ երեխեքի։ Ու ես չեմ ուզում էլ պատերազմ, ես չեմ ուզում էլ կոնֆլիկտ, ես ուզում եմ խաղաղ հաշտ ապրեմ։ Ու ես հասկացել եմ, որ այդ կոնֆլիկտն ու պատերազմը չնայած կարող են բնածին պատճառներ ունենալ, բայց նաև շատ արտածին պատճառներ ունեն։ Ու դա ինձ շատ է sense հունից հանում, որ ինձ իմ ժողովրդին դրսից կարողացել են sense լավ խաղացնել մարիոնետի պես։ Եվ այդ գիտակցությունն է, որ ես ուզում եմ մեր ժողովուրդը փոխի կոնֆլիկտի տրամաբանության մեջ։ Ու ինչ վերաբերվում է արդեն այդ հարաբերություններին զարգացմանը իրար հետ փոխ հարաբերությունների։ Ես մշտապես ուզում եմ հարց տամ, օրինակ Ռուսաստանում ապրող հայ տղայի կամ աղջկա, որ խոսում ես իրենց հետ, ասում ես շփվել եք այդտեղ ադրբեջանցիների հետ, շատերի դպրոցական ընկերները ադրբեջանցիներ են։ Բայց
ընդերից տեղ իրեն գոռում են, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները պետք չի կարգավորել։ Ես մշտապես համոզված եմ, որ ազգերը, ու դա կարող է իմ հումանիստական գաղափարներից է գալիս, ազգերը ոչ մի ազգ ազգության հետ չի կարող թշնամանք ունենա, մարդը մարդու հետ ընդհանրապես չի կարող թշնամանք ունենա։ Դա քաղաքականությունների ներդրված ստրատեգիան է, որպեսզի ազգերը թշնամանան իրար նկատմամբ։ Պատճառներ ունենք մենք թշնամության, ունենք այդ ցավը, կորուստը, ցեղասպանությունը, ամեն ինչը, ասենց որ ուզենաս պատճառներ գտնես շատ է, այլ խաղաղության համար պատճառներ գտնելու համար չգիտեմ ինչ պետք է, ոչ մի բան բացի բնազդից, որ մարդը ինքնին ուզում է խաղաղություն չկա։ Դրա համար շատ դժվար է խաղաղության համար պայքարել։ Ու շատ հեշտ է հակառակը, այն թշնամանքի ուղին բռնել ու ասել այո, պետքա թշնամությունը շարունակենք։ Ես կարծում եմ, որ մենք այլ տարբերակ չունենք ուղղակի գոյատևման։ Ու մեր ժողովրդի պետքա ընկալումը այդ լինի, որ մեր կողքը կա մի հատ 90 միլիոնանոց Թուրքիա, մի հատ 90 միլիոնանոց Իրան, մի հատ 15 միլիոնանոց Ադրբեջան, մեկ է Վրաստան։ Հիմա մենք այս 3 միլիոնով ինչ ենք ուզում անել։ Ու երկու բաց սահման ունենք, այսինքն 1.5, այն մյուս կեսն էլ սանկցիաների տակ։ Տնտեսությունը զարգացնել, ռազմական բյուջետ զարգացնել, չգիտեմ, ուժեղանալ, հզորանալ։ Ինչ գործիք ունենք։ Ավելի լավ չի, հակառակ տեսանկյունից գնանք։ Փորձենք հարաբերությունները գոնե պահել այն ռիսկերի կառավարման գոտում, այսինքն ոչ թե ընկերություն ախպերություն անել, այլ հակառակը կառավարել այդ ռիսկը։ Ու տնտեսություն զարգացնել, ճանապարհներ ապաշրջափակել, աճել, զարգանալ, քանց թե հավերժ 100 տարվա կտրվածքով նայել, որ մենք պետք է պատերազմենք մեր հարևանների հետ, որը այն անհաս ճանապարհը չես հասնելու երբեք քո նպատակին։ Թվերը ու տնտեսությունները նայենք էլի ու իրենց բաց սահմանները, իրենց ռեսուրսները։ Հասարակ լոգիկ պատճառաբանված բնազդային զգացողություն է իմ մոտ։ Ու ես կարծում եմ, որ հենց այդ հողի վրա փոփոխությունը կօգնի ժողովուրդներին իրար դեմ այլևս չլարվել, այսինքն բացել սահմանները, առևտուր անել, տնտեսություն զարգացնել, այդ ժամանակ մենակ այդ կոնֆլիկտը կարող է հաղթահարվի, կարող է 10 տարի հետո, կարող է 20 տարի հետո, չգիտեմ, այսինքն ներքուստ։ Բայց քաղաքական օրակարգն էլ է շատ կարևոր, այսինքն պետք է քաղաքական վերնախավը գնա դրան, հավերժ գնա դրան, ինչքան էլ դժվար է, ինչքան էլ դաժան է, պետք է անընդհատ այդ խոսույթը զարգացնել։ Մենք ցավոք սրտի չունենք նման հարևան, որ այդ խոսույթը զարգացնում է իր ներսում։ Ու ես այն խոսքի սկզբում բացատրեցի ինչի չունենք այդ հարևանը։ Էլի երկար ստացվեց պատասխանս կներեք։ Չէ, ոչ մի խնդիր։ Շնորհակալություն եւ Էվելինա Սահակյան, լսում ենք ձեր հարցը։ Էվելինա ջան, ձեր ձայնը փակ։ Դիսկրիմինացիան հարցը հետևելն է։ Շատ երիտասարդներ հիասթափված են քաղաքականությունից եւ խուսափում են ակտիվ ներգրավվածությունից։ Ըստ ձեզ, ինչպիսի մեխանիզմներ պետք է ստեղծվեն, որպեսզի երիտասարդները տեսնեն իրենց նշանակությունը քաղաքական կյանքի մեջ։ Շատ լավ հարց է, ու այդ հատուկ արված տեխնիկա ու տեխնոլոգիա է, որպեսզի երիտասարդները հիասթափվեն քաղաքական գործընթացներից, բայց ոչ թե քաղաքականությունից հենց, այլ քաղաքացիական դիրքորոշումներից։ Դա շատ կարևոր է, որովհետև երիտասարդը տեսնում է, որ օրինակ իմ նման երիտասարդին, որ ամբյոնից խոսում է, ինչ ձևով են թիրախավորում, ինչ հայոյանքներ ու ինչ ասես ասում են հանրային դաշտում, մտածում եմ լավ ինչի անցավ գլուխս դնեմ ցավի տակ։ Խնդիրը երիտասարդի մեջ իր այդ ազատության մղումը, որտեղ ես կարծում եմ, որ երիտասարդներն են հենց այդ ազատության մղող ուժը։ Երիտասարդների մեջ այդ զգացողությունը չկոտրելն է։ Ու ամենակարևորը հավատն է, որ հենց դուք կարաք լիքը բան փոխեք։ Ես մշտապես երիտասարդներին ասում եմ, մեզ թարմ քաղաքական դեմքեր են պետք, թարմ քաղաքական միտք է պետք, նոր լուծումներ են պետք, նոր ձևաչափ է պետք։ Ու այս տարիքից հետաքրքրվելը քաղաքականությամբ շատ մեծ դեր է տալու հետագայում ձեր համար։ Եթե, չգիտեմ, քաղաքական գործունեություն չունենաք, գոնե ինչ-որ քաղաքացիական նախաձեռնություններ, հասարակության հետ ներգրավվածություն շատ մեծ դեր կարա տա ձեր ներգրավվածությունը։ Բայց ես գիտեմ, որ դա տեխնոլոգիա է, որը կիրառվել է ոչ միայն երիտասարդների վրա, այլ ամբողջ հայ հասարակության վրա, որ խոսքը,
ներգրավվածությունը, կողմ բռնելը, դիրքորոշում հայտնելը, անգամ եթե քննադատում ես երկու կողմին էլ, կապ չունի, նեյտրալ ես, մեկը քննադատվում ես, ավելի լավ է աչդ քաշես, ոչ մի բան չխոսես։ Այսինքն մշտապես թիրախավորվում է խոսքի ազատությունը եւ ժողովրդավարությունը։ Պետք է դուք կոտրեք այդ ամեն ինչը, եւ ես հույս ունեմ, որ մեր հետ ձեր շփումները ձեզ գոնե այդ հույսը տալիս են, որ պաշտպանված է ձեր ազատ խոսքը, պաշտպանված է ձեր դիրքորոշումը, անգամ եթե ինձ տանել չեք կարողանում եւ ինձ դեմ եք կամ իմ քաղաքական ուժին, ես մշտապես պայքարելու եմ ձեր ազատ խոսքի իրավունքի համար։ Այսքանը։ Շնորհակալություն շատ եւ մեր վերջին հարցը Տիկին Մինասյան, այ հենց ճիշտ վերջին հնչած հարցից բխող հարց է ինքը, ինչա պետք է երիտասարդին, 3 բան որ պետք է երիտասարդին քաղաքականությամբ զբաղվելու համար։ Երեք Սարոն կհիշի, մի 8 բան եմ ասել այս հարցինի պատասխան։ Շատ ասեք այնքան լավ։ Իմ համար ամենակարևորը գլխով պատջարդելու հատկություն, որը շատ դժվար է, բայց հավատացնում եմ ձեզ, որ ամենաօգտակարն է, ու դա մենակ քաղաքականության մեջ չէ, ցանկացած բիզնեսում, ընկերության մեջ կայանալու համար շատ կարևոր հատկություն է, որ անդադ դիմացդ պատեր են հայտնվում, դու սենց կոտոշներով ջարդելով գնում ես առաջ, դա շատ կարևոր է, ամենակարևորը ինձ համար նաև ու կրկնվում եմ Սարո ջան կներես լսել ես արդեն, երբեք չգնալ մարդկանց հետևից, գնալ գաղափարի հետևից, որտեղ մարդկանցից միշտ կարող ես հիասթափվել, գաղափարից երբեք, որտեղ այդ գաղափարը քո ներսի սրտում է, քո պատկերացումներն են, քո աշխարհայացքն է, ու նաև գաղափարները կարող են ճկունությամբ փոփոխվել, բայց երբեք ու երբեք հիմնական միտքը, օրինակ ինձ համար այդ ազատությունը, արդարությունը, ժողովրդավարությունը այն գաղափարներն են, որոնք ես երբեք չեմ կարող կորցնեմ իմ մեջից, այդ ես եմ, ես ինձ չեմ դավաճանի երբեք, իսկ մարդիկ դավաճանում են իրար։ Երրորդ կարևոր հատկությունը, եթե ուզում եք քաղաքականության մեջ լինել, ձեզ բոլորդ ասելու եմ, որ սա կեղտ է, կեղտոտ աշխարհ է, բոլորը պարտադիր պետք է ինչ-որ շատ վատ հատկություններ ունենան, իրար գլխի վրայով թռնեն եւ այլն, հավաստիացնում եմ ձեզ, տենց չի, որտեվ իմ գերնպատակն ա եղել երբեք չկեղտոտվել այս ոլորտում լինելով հանդերձ, ու ես գտել եմ դրա լուծումը ինձ քննադատող մարդկանց իմ կողքը պահելով։ Ինձ մշտապես ես ունեմ ընկերներ, որոնք ինձ կարան ասեն այստեղ սխալ ես, այստեղ սխալ ես, այստեղ սխալ ես, ու ամենակարևորը ես չեմ պահում մարդկանց, որոնք ինձ անդադ ասում են ինչ լավն ես, ինչ ճիշտ ասեցիր, ինչ այն որ sense գովաբանության շարքա գնում, իսկ բարձր պաշտոնյայի համար հավաստիացնում դա ամենավտանգավոր բանն է, որտեղ շուրջդ անընդհատ են պտտվում սովորական քաղաքացիներ էլ, որ անընդհատ քեզ գովում են ու քեզ թվում է դու տենց աշխարհի վերջն ես դառնում։ Իրականում քեզ պետք է անդադ հողի վրա իջեցնեն եւ այն նպատակը, հա, մի կարևոր բան էլ մամաս եմ միշտ ասում է հիասթափվելու ես, ասում եմ մամ, երբ որ ես մտել եմ այս քաղաքական այս ոլորտ, ես ունեցել եմ իմ նպատակը, ես գիտեմ իմ նպատակը որն է ու ես գիտեմ, որ ես չեմ գնահատվելու։ Այդ շատ կարևոր զգացողություն է, որ դու հասկանաս, որ քեզ ոչ մի օգուտ, շատ կոպիտ ասած օգուտ եմ, որ sense գլոբալ օգուտ չի լինելու, քեզ ոչ գալու են ասեն մերսի քո արած գործի համար, ոչ էլ ինչ որ պարգևներ են տալու։ Դու ուղղակի պետք է նպատակ, sense աչքերդ փակ նպատակիդ հետևից գնաս։ Անընդհատ այդ պատերը ջարդելով, անընդհատ պայքարելով ու անգամ ինքդ քո ներսի համակարգի դեմ պայքարելով, այստեղ մենակ ընդդիմությունը չի կամ քաղաքական գործիչները չեն։ Այդ շատ կարևոր հատկությունն է, որ երբեք չկորցնես, չհիասթափվես նրանից, որ դու շատ չես գնահատվել։ Ու այդ շատ լավ է, որ դու հասկանում ես, որ sense անձնուրացաբար ես ամեն ինչ անում եւ որտեվ քո համար ես անում, դու ես ուզել դա անես։ Այդ գիտակցությունը ամենակարևորն է, որտեվ շատ մարդիկ հիասթափվում են, ասում են, այսքան բան արեցի, ինձ դրա դիմաց ոչ բան չտվեցին, ուզում ես ասես, բայց դու ես որոշել, որ դու պետք է անես, էլի, ինչի պետք է բան տան քեզ դրա դիմաց։ Ու ժողովուրդն էլ հիմնականում քննադատում է ավելի շատ, քան գնահատում է այն ինչ որ դու անում ես։ Երևի թե այսքանը։ Շնորհակալություն անչափ Տիկին Մինասյան, անչափ շնորհակալ եմ հանդիպման հրավերը չմերժելու, այս հանդիպումն ունենալու, այսքան օգտակար, բովանդակային, արդյունավետ հանդիպում իրականացնելու համար,
Հուսանք հետագայում եւս հնարավորություններ կլինի ոչ միայն առցանց, այլ նաեւ արգազեվաչափով երիտասարդ քաղաքագետների ակումբի շրջանակներում ձեզ հետ հանդիպում քննարկումներ ունենալ։ Շնորհակալություն ձեր ժամանակը տրամադրելու համար, ձեզ օրվա լավ շարունակություն եմ մաղթում։ Ես եմ շատ շնորհակալ, իրականում ինձ շատ է ոգևորում մանավանդ ձեր տարիքային խումբը, որտեղ իմ համար դուք այն շատ խորքից իրական ձայնն եք, որը մենք չենք լսում հաճախ։ Շատ դեպքերում մարդկանց հետ որ հանդիպում ես, ամեն մեկը իր կյանքի բողոքներն է հայտնում քեզ, քաղաքացիների հետ հանդիպումները դրա մասին են, ընդդիմության օրակարգերը իրանց օրակարգերն են, ու չես հասկանում իրական է թե իրական չի, բայց դուք երիտասարդությունը մշտապես են անկեղծության ու ազնվության թիրախն եք, որ իմ հետ ձեր շփումը ինձ ավելի շատ էներգիա է տալիս, քան թե երևի ես եմ ձեզ ավելի շատ տեղեկատվություն տալիս։ Ես շատ շնորհակալ եմ, որ դուք այս նախաձեռնության շրջանակներում շարունակելու եք հանդիպումները եւ կարծում եմ հետագայում Էլի եմ ասում, իմ կոնտակտները կան, իմ օգնականի կոնտակտը բոլորդ ունեք, դուք հանգիստ կարող եք ցանկացած հարցով գրել, կապվել, ու նաև այցի, եթե կուզենաք ազգային ժողով, եթե կուզենաք դրսում, մենք կարող ենք հանդիպել եւ քննարկումներ շարունակենք հենց ձեզ հետաքրքրող հարցերի շուրջ։ Շատ շնորհակալ եմ։ Անչափ շնորհակալ։